Տվյալների հեշավորում։ Մենք արդեն դրա մասին խոսացել ենք, կամ խոսել ենք, տվյալների հեշավորում ինչ է ներկայացնում, կրիպտոգրաֆիայի մաս էր կազմում, շիֆրացիա, դեշիֆրացիայի եւ նմանատիպ գաղափարների են զուգահեռ, սրա մասին մենք հայտարարել ենք։ Ինչն է իր ամենակարևորը։ Հեշավորումը, ուրեմն տեսեք, մի տվյալների խումբ վերացնում են բայթերով կամ բիթերով մի այլ տվյալների խումբ եւ այդ տվյալների ձևափոխված տեսքը կոչվում է հեշ արժեք։ Ինչու՞։ Երբեմն հեշ կոդ բարձր։ Շատ դեպքերում գլխավոր տվյալը չենք աշխատում, այլ նա փոփոխված, անհասկանալի տեսքով, ծրագրային տեսքով, ֆունկցիայի տեսքով փոխված համակարգն ենք օգտագործում, որոշ ուրեմն անհրաժեշտություն կրիպտոգրաֆիայի անհրաժեշտության համար, պաշտպանվածության անհրաժեշտության համար եւ ընդհանրապես կորուստի դեմ։ Նորից երկուական տվյալների արտապատկերում է մի այլ երկուական ֆիքսված տվյալների ֆունկցիայի միջոցով, որոնք հիմնականում հեշի իմաստը, որպիսի տվյալները փոխանցելով մենք ենթադրենք նրա հեշտն ենք տեղափոխում եւ պարտադիր չի, որ ինչ որ մեկը միջամտի։ Կարող է կանալում է փչացել, կարող է վնասվել։ Այ ինքը ստուգի, որ տվյալը, որ եկել է, իսկապես վնասված է ճանապարհին, առավել եւս, եթե հեքերների միջոցով, այսինքն վնասարարների միջոցով է դա կատարվում։ Ինչով է տարբերում ինքը encrypt decrypt-ից կամ ընդհանրապես շիֆրացիայից։ Եթե շիֆրացիա է ասիմետրիկ սիմետրիկներ արդեն անցել ենք, երկկողմանի են, այսինքն ինֆորմացիան ուղարկում ենք, հակառակը ստանում ենք։ Շիֆրացիան տենց էր աշխատում։ Սա միակողմանի կոդավորում է, այսինքն դուք հեշ եք սարքում եւ հեշից հետ չեք կարող գալ։ Ինչու համար է պետք։ Ամբողջ իմաստը նա է, որպեսզի նա մեզ օգնի մեր տվյալները կորուստ չգա։ Առավել եւս կրիպտոգրաֆիայում ինքը իր ուրույն տեղը ունի։ Շարունակեմ։ Ուրեմն առաջինը, ինչ տերմիններ կօգտագործենք, անվտանգությունը, կորուստ չլինի։ Խոսքը կորուստը չի, որ ինչ որ մեկը ենթադրենք միջամտեց։ Չէ։ Տվյալը, հեշը եւ մեթոդիկան մենք ուղարկում ենք, տվյալը վերցնում ենք, ինչ որ ֆունկցիայով հեշավորում ենք, մեթոդիկան ինչով մենք կատարել ենք, այս եռյակը մենք ուղարկում ենք ստացողին։ Սա ամենապրիմիտիվն է, դեռ ոչ մի security չկա։ Ստացողը վերցնում է այս ալգորիթմով, այս տվյալը չգիտի ճիշտ է եկել թե չէ, այս հեշը հաշվում է։ Այս տվյալը այս մեթոդիկայում իր մոդել է հաշվում, մենք էլ ենք հաշվել։ Եթե դրանք համընկավ, ամեն ինչ լավ է։ Եթե ոչ, ապա կորուստ է եղել։ Հնարավոր է նույնիսկ ինչ որ մեկը միտումնավոր վնասարար, ասենք, համակարգը մտնի, բայց դա առանձին թեմա է։ Խոսում ենք իր առաքելությունը, հեշավորումը, դա հիմնականում տվյալների կորուստը, ոչ միտումնավոր նույնիսկ։ Ուրեմն կորուստից խուսափելու համար է։ Տեսեք, ինչ է պաշտպանում ինքը։ Ուրեմն իր իսկությունը իսկ ով է ուղարկել։ Եթե իսկությունը դա նշանակում է, որ տվյալ են ուղարկել եւ դուք ուզում եք իմանալ ում կողմից է, եւ արդյոք այդ ուղարկողն է։ Մենք այդպիսի հնարավորություն ունենք։ Եվ հեշի միջոցով մենք ստորագրում ենք կանցնենք դեր սրա մասին, ստորագրում ենք հեշը, փակ բանալիով, ով ստանում է բաց բանալիով է այդ հեշը, ուրեմն նույն ձևի հեշավորում, այդպես նայում, ոչ թե ինքը հեշը հետ է բերում, այդ տվյալը ինքը բաց բանալիով է նայում։ Եթե դրանք համընկան, ուրեմն ուղարկողը ինքն է, այսինքն ստացվեց ոչ միայն կորուստի դեմ է, այլ հեղինակն ենք որոշում։ Ասենք դուք լուրջ ինֆորմացիա եք ուղարկում, ասենք պետական մարմինները, չիմանան դուք եք դե դու չեք, կամ ֆիրմաները պայմանագիր են կնքում եւ այլն։ Իսկությունը լուրջ գործունեություն է։ Ավելին, ծածկագրի պահպանվում մեծ տեղ է գրվում այս հեշ տեխնոլոգիաների օգտագործումը, նաև եթե դուք ուզում եք ծածկագիրը ձեզ մոտ որևէ տեղ պահեք։ Ծածկագիրը որևէ տեղ պահեք, սերվերում, կոմպում, թղթում, սեյֆում, կապ չունի։ Ընդունված կարգ է, որ ծածկագրի փոխարեն եկեք հեշը պահեք։
Հեշ վերցնողը չի կարող ծածկագրով աշխատի։ Իսկ հեշ վերցնողը չի կարող, իսկ դուք այդ ծածկագրի հեշի միջոցով դուք կարողանում եք վերցանել ուրիշի ուղարկածը։ Ահա ստացվում է, որ նույնիսկ ծածկագրի պահպանումը լուրջ դեր է խաղում հեշավորման ժամանակ։ Ինչ առավելություն ունի ինքը։ Տեսեք, նույն նույն տվյալը, ասենք գնում եք ABCD, այդ նույն տվյալը միշտ նույն հեշն է տալիս։ Բայց եթե երկար տվյալի մեջ մի տառ փոխվեց, հեշը մի տառ չի փոխվում։ Ամբողջ հեշն է փոխվում իր ուրեմն կառուցվածքով։ Ուրեմն գոյություն է հեշավորման մի քանի ձև, ինչպես մենք անցանք բանալիով առանց բանալի, այսինքն քի ենք ավելացնում, ուրեմն երկուսն էլ ընդունված է, որի որ հնարավորությունները մենք կտաստենք եւ նույնիսկ աուտենտիկացիայի ժամանակ կտեսնենք, որ ինքը մեզ կօգնի։ Միայն տեղ էլ է հետաքրիր է ինքը որ պետք գալ, ցեք հերթով քննարկում եմ։ Password ավելացնել, տվյալը չկորցնել, իմանալ ով է ուղարկողը, տվյալների ինդեքսավորում, սա մեզ իսկապես պետք է եկել։ Մենք գիտենք, որ hash-ի հետ մենք հանդիպել ենք օբյեկտներում, կա object class, get hash code կա, մեր օբյեկտները պատտվում են մեր ամբողջ տարածքում ծրագրային, ուրեմն պատտվում են իրենք ոնց ասեմ, իրենց hash կոդով, պասպորտով։ Եվ դա շատ ավելի արագագործ է, քան ենթադրաբար նրա տառասիմվոլային տեսքը։ Օրինակ dictionary-ում, երբ որ մենք ուզում ենք փնտրում կատարենք, collection-ներում, որը dictionary-ում օրինակ անցել ենք եւ այլն, մենք hash կոդով ենք վերադասավորում կամ փնտրումը կատարում, որը արագացնում է։ Ուրեմն ստացվում է, որ ուրեմն համընկման հավանականություն կա եւ մենք ունենք հեշավորման ֆունկցիաներ, ամենահասարակը MD5-ա կոչում, message digest-ա կոչում, 16 բայթ շատ փոքր է, բայց նույնիսկ դրանց հեշերի համընկման հավանականությունը մեծ է, սա չի օգտագործվում, ուղղակի կարագագործ է։ Secure hashing ալգորիթմները իսկապես մտել են աշխարհ, հիմա ճիշտն ասած ոնց որ պարտադիր է այս 512, նու 256-ից ներքև իրավունք չունեք։ Նու կա hash 1, hash 2, անցած էտապներ են, բայց այս բայթային համակարգերը, որ եթե բիթերի եք վերածում, կրում է 256, շատ տարածված է եւ չմոռանանք այստեղ ավելացնել, որ .NET Core-ը, ասենք հենց մեր առարկա, իր մեջ հեշավորման ալգորիթմներ ունեն եւ security բանալինելով եւ առանց security եւ symmetric եւ asymmetric։ Հենց հիմա մենք կարող ենք անցնել օրինակի, պարզագույն օրինակի, տեսնենք որտեղից է գալիս using text եւ այլն read key-ը հանում ենք, հա, մի վարքյան։ Լավ, ամբողջ եկեք սեծվեցնենք։ Ահա։ Տեսեք։ Ես այս նույն ծրագիրը կաշխատացնեմ մի հատ։ Հեշավորելու ենք առանց որևէ բարդույթի, մենք տեսնենք նաեւ soft-ով, այսինքն աղով բարդացնելով պատահական թվերի գեներատորով, որը մենք արդեն անցել ենք symmetric շիֆրացիայի ժամանակ։ Աշխատացնեմ։ Ինքը ինչ-որ ծրագիր է, մենք եկեք նայենք, ասինքն օրիգինալ password-ը գաղտնաբառը, նրա 256 hash կոդը մի այսպիսի բառ է։ Վեճ, անցումը սովորեցիք, հասկացանք։ Այս օրինակում ես հիմա կարող եմ երկրորդ բացել։ Ինչն է հետաքրքիր, ես հիմա գաղտնաբառը նույնը կրկնում եմ, նույն գաղտնաբառը։ Եվ բանից պարզում է, որ իրենց hash կոդերը նույնն են։ Ահա սա արդեն լավ բան չի։ Գաղտնաբառը ինչ որ մեկ օգտագործեց, hash կոդը մնաց։ Մի ուրիշ կամ մի այլ ձև նույն գաղտնաբառ բառը մեկա տալիս է նույն hash-ը։ Եվ որպեսզի սրա դեմ մենք պայքարենք, մենք հաջորդ օրինակը միասին կտեսնենք, այսինքն մենք կվերցնենք փաթական թվեր կգցենք եւ մեզ համար դա ավելի օգտակար կլինի։ Իմ դեպքում սա օրինակը ցույց տվեց, որ մենք կարող ենք հեշավորել ցանկացած բառ, տեսեք, գաղտնաբառ, string ենք անում, հեշացնում ենք գաղտնաբառը, մի հատ օրիգինալն ենք նայում, մեր գաղտնաբառն է եւ նրա hash կոդն ենք նայում։
Հեշը ոնց է աշխատում։ Ֆունկցիա ենք կանչել hash 256-ի օբյեկտ ենք ստեղծում create-ով, արդեն մտնում ենք իր աշխարհը։ Նախորդ դասերում արդեն տեսել ենք, որ բայթերի կոդի հետ է ինքը աշխատում, թեպետ կրիպտոգրաֆիան շատ է սիրում բայթերի հետ աշխատել։ Դրա համար մենք password-ը, որը string-ով ստացել ենք, get byte-ի կվերածենք եւ compute hash-ը կհաշվի իր hash-ը, ստեղծի hash։ Պարզա string builder-ը լավ բան է, չեք մոռացել, ինքը թույլ է տալիս string-ից տարբերվում է մի այլ ձևով, for each-ով իրեն կլցնենք եւ 16-ականով իրեն կկարդանք։ Ու string-ը հետ կվերադարձնենք եւ օգտագործելով այս hashing-ը եւ օրիգինալն ու value-ն կարող ենք տեսնել։ Մենք մի քիչ առաջ դա արեցինք։ Կարևորը այստեղ չի, կարևորը որյան զարգացնելն է։ Հիմա նույն օրինակը hash ֆունկցիայի օգտագործումը աղով։ Ինչու աղ, solve։ Ուրեմն սիմետրիկ կրիպտոգրաֆիայի ժամանակ մենք տեսանք, որ շիֆրացիան բավարար չի։ Նրան անընդհատ պետք է ապահովագրել։ Էլ տարբեր վեկտոր ինիցիալիզացիայով, էլ իտերացիա անցել ենք, էլ աղ ավելացնել, դրանք բայթերի, ուրեմն վեկտոր են, որոնք անընդհատ խառնում ենք մեր տվյալների հետ, որպեսզի ինչ որ մեկ եթե շատ ցանկանում մեծ հաշվարկով բռնացնի, այդ հնարավորությունը չունենա։ Salt անցել ենք, անունն է salt, այդպիսի հրաման գոյություն չունի։ Պատական սիմվոլների շարքը random է, կցվում է գաղտնաբառի։ Ստացվում է, որ գաղտնաբառի մենք կցում ենք salt եւ այդ salt-ը գաղտնաբառի հետ ավելի դժվար բռնելի է։ Ինքը մենք մի քիչ հետո դրա մասին խոսենք, rainbow table-ների դեմ է նաև, table-ների, տեսեք ինչ է, rainbow table-ները ես կբացատրեմ, բայց նույնիսկ այսպիսի, ասած միջամտության ձևեր կա, մեծ հաշվարկները կչացնելու, աղը դրա դեմ է եւ երբ որ դուք random-ով բան եք վերցնում, ապա այդ table-ները, որը հատուկ ստեղծում են, մենք այդպիսի փոքր մաս ունենք, հիմա կբացատրեմ, բայց եկեք ամենակարևորին մտնենք։ Ահա, այսպես նշված է։ Salt-ը գաղտնիք չի։ Ինչ է ստացվում, որ salt-ը պետքա խառնվի, տեսեք, ուրեմն աղը պետքա խառնվի գաղտնաբառի հետ, հեշավորվի եւ սոլթացված գաղտնաբառը հեշավորման հետ մենք ստանում ենք նոր հետ կոդ։ Շատ լավ։ Ուրեմն ինչ է ստացվում։ Նա հեշավորման ժամանակ գաղտնաբառը գրվում է salt-ի հետ։ Փորձեմ նույնիսկ գծագրով դա բացատրել։ Տեսեք։ User bank server վերցնենք։ Մեր բանկն է։ Ես բանկի օրինակի վրա դա ցույց տամ։ Նա կարող է Facebook-ը լինի, կապ չունի, ինձ սերվեր է, որը որ դες այդ user-ով password-ով ուզում ցանկանում է աշխատել։ Պարզա, user-ը ինչ որ ենթադրենք ALBX սարքում, password-ն էլ ինչ որ 1 2 3 4, կարևոր չէ։ Տեսեք ինչ է կատարում։ Առաջի անգամ, երբ որ դուք Facebook-ի վրա բերենք օրինակը, Facebook-ում գրանցվում եք դուք։ Ամենասկզբից ինքը սերվերի ծրագիրն է բացում, եւ դուք user եք ստեղծում, ստուգում է user-ը կա թե չէ, եւ ձեզ համար մի հատ user կսարքի։ Եթե անունը էլ ասենք ALB, դու user չես, ասենք ALB, ոչ մի խնդիր։ Եթե կա, հա, եթե չէ, եւ այլն, այստեղ նույնիսկ mail է ուզում եւ այլն, վերիֆիկացիա փորձենք hash-ը ստեղ տեսնել։ Password-ը դուք այդտեղ հավաքում եք։ Ինչ անում Facebook-ը, բանկը, ինչ անում։ Ինքը մի հատ salt է վերցնում։ Սա վեկտոր է, բացարձակ վեկտոր է ինչ-որ, բայթերի հավաքածու։ Այս salt-ը գեներացնում է, հատուկ մենք տեսնենք հրաման կա դրա համար։ Salt գեներացնելու random ծրագիր կա ավելի լավը, քան սովորական random-ը։ Վերցնում է salt առաջինը, նո վերև ենեքևից վերև գնանք։ Երկրորդը ինքը ինչ է կատարում։ Վերցնում է մեր password-ը, մի այլ բլոկի մեջ, այս password-ը տեղադրում աստեղ, ասենք 1 2 3 4, այս salt-ը տեղադրում աստեղ, արդեն թիվ ենք ստացել, սա տեղադրվում է այստեղ, ասենք կարմիրներից հրաժարվենք, ահա, salt-ը տեղադրվեց այստեղ, password-ը տեղադրվեց այստեղ, ստացվեց ինչ որ մի վեկտոր։
այս վեկտորը ինքը հատուկ հեշավորման ալգորիթմով այս ամբողջ տվյալը, այսինքն այս գեղեցիկ տվյալը հեշավորում է, password-ն է մեր ընտրած եւ իրա կողմից, տեսեք կարևոր բան, իրա կողմից salt է ստեղծված։ Պատական թվերի գեներատորով byte է, ինչքան մեծ այնքան լավ։ Ինքը այս երկուսը միտեղ է հավաքում եւ ինչ է անում, վերևը մենք տեսանք։ Հեշավորում է։ Հեշավորումը ինչ է նշանակում, ցանկացած կոդի փոխարինող կամ նմանատիպ ավելի մեծ անվտանգ կոդ է ստանում եւ salting երրորդ կետը եկեք ավելացնել այստեղ կապույտով կապ չունի։ Ուրեմն հեշացված salt կլինի, այսինքն հեշացված password salt-ը հետը password հեշացված password-ը մի շատ երկար հետաքրքիր սրա ֆունկցիան է, այսինքն մենք երկար կոդից ստանում ենք մի այլ կոդ։ Երրորդ մասը դա է։ Ինչ է կատարում այստեղ։ Երբ որ դուք վերջացնում եք այս աշխատանքը, ճիշտ եք անում, դա խելացի է համարվում։ Այս աշխատանքը վերջացնելուց հետո դուք մի օր գալիս եք, հավաքում եք, ասենք user-ը, ձեր ուզած user-ը որևէ մի հատ ասենք։ Նու ձեր մտնում եք եւ password-ը 1 2 3 4, նու ցանկալի է մի քիչ մեծոտ լինի։ Հետաքրքիր է password-ը այստեղ չկա, չմոռանալ, այս սա է հեշավորման ամբողջ խնդիրը, հետաքրքրությունը։ Այս մարդը, ուրեմն սերվերը, Facebook-ը իր մոտ պահում է password-ը, salt-ը եւ կարճ ասած ձեր password-ը, host salt-ը եւ ուրեմն հեշ կոդի մեջ է պահվում, այս կոդն է ինքը պահում եւ այս password-ը իր մոտ չկա։ Եվ ու salt-ն է իր մոտ պահում։ Այսինքն, եթե մենք այս դիրքը նայենք, ապա մի այլ գույնով կարող եմ ցուցադրել հետեւյալը, դեղինով կամ գույներս շուտ են վերջանում, այսա լավն է։ Ուրեմն տեսեք, ինքը պահում է սոլտավորված, այսինքն password-ը, որը որ հեշավորված է երյակի հետը պահում է նաև salt-ը։ Այս երկուսն է պահում, ինչը չի պահում։ Չի պահում շատ կարևոր բան։ Այս ձեր parole-ը։ Ձեր password-ը չի պահում իր մոտ, որ իր մոտից ու չգնա որևէ տեղ։ Այս երկուսը պահելով, երբ որ դուք password եք ուղարկում, salt-ը իր մոտ է պահում, salt-ը թույլատրում է գողացեք ինչ ուզում եք արեք, այս password-ը, այս salt-ի հետ ինքը եւս մի անգամ հեշավորում է եւ ստուգում է իր մոտ, որ դուք գրանցվել եք, այս hash կոդին բռնում է թե չէ։ Եթե իր մոտ դու այս չի, այս սա է մեզ մոտ։ Ինքը hash կոդը իր մոտ պահում է, hash կոդը կարճ ձեր password-ը, salt-ը միասնական hash ֆունկցիայի միջոցով առանձին պահած ունի։ Եթե դուք բերում եք 1 2 3-ը ուղարկում եք, ինքը password-ի ու ձեր ուղարկած password-ի salt-ը ունի, այսինքն ստացվում է, որ դուք ուղարկում եք իրան 1 2 3-ը իր մոտ ռեգիստրացիա եք ելնում, ինքը վերցնում է ձեր անունով հեշացված ուրեմն հեշացված սոլտավորված password-ը եւ salt-ը այս աղը։ Այսպեսի մի հատ մեխանիզմ է։ Եվ եթե համընկնում է, ուրեմն ճանապարհին կորուստ չի եղել, ուրեմն նշանակում է ռեգիստրացիան ճիշտ է եղել։ Եթե ինչ պատճառով չի համընկնում hash կոդերը, նշանակում է, որ ինչ որ կամ խախտում կա կամ ճանապարհին սխալ է դուս եկել եւ այլն։ Այսինքն ամբողջ բառացի իմաստը հետեւյալն է, տեսեք կարդանք, այն պահում է տվյալների բազայում։ Ուրեմն salt-ը, մենք salt-ն ենք հիմա բացատրում, իրանից ինչա ներկայացնում։ Ռեմբոների դեմ էր առաջինը, երկրորդը salt-ը գաղտնիք չի, պահում է բազայում, հեշավորված գաղտնաբառի կողքին, այսինքն դուք ունեք հեշավորված գաղտնաբառ եւ ունեք salt, եւ օգտատերը փորձում է մուտք գործել, համակարգը բազայից վերցնում է, ասենք տեսեք, ես մտել եմ, user-ը հավաքում եմ, user-ը հավաքելուց հետո օգտատիրոջ համար պահում է salt-ը, այսինքն salt-ով է դա որոշում, գցում է մուտքագրման բառարեն, որը բազայում չի պահվում, տեսեք, այսինքն
մուտքագրված password-ը, որ դուք հենց հիմա արեցիք, ինքը չունի դա։ Այս այն գծասա շատ կարևոր տեղ է։ Այս password-ը ստեղ չի պահում, որ 1 2 3 password-ն ան Գերդար Փինյաններ, ծածկում են, որ ոչ մեկի աչքը չտեսնի։ Այս 1 2 3-ը չկա, բայց ինչը կա։ Շատ լավ բան կա։ Ինքը գաղտնաբառը չի պահում, բայց երբ որ դու գաղտնաբառ եք բերում, ինքը այդ սոլթը դրած է իր մոտ, որի համար ինքը արդեն գաղտնաբառի սոլթացված հեշ է ստացել։ Այդ սոլթը, որը բաց դրած է մի որևէ լավ տեղ, չի վախենում, ինքը հեշավորում է նորից եւս մի անգամ համեմատում է իր մոտի արդեն հեշավորվածը ձեր ուղարկածը իր սոլթի հետ, այսինքն իր մոտ պահում է սոլթը եւ հեշավորված password-ը, դուք ուղարկում եք password, ինքը սոլթի հետ հատուկ ծրագրով սարքում է եւս մի հեշավորում եւ ձեր ուղարկած հեշավորված password, ստացված password-ը համատում է իր բազայում եղած հետ։ Համընկնում է, ամեն ինչ նորմալ է, չի համընկնում, կա կորուստ, կա միջամտում, բոլոր դեպքերում վտանգի կամ վնասի հնարավորություն կա։ Ահա սոլթի հեշտի հարաբերությունը հիմնականում կազմակերպվում է հեշավորված password ստանալու միջոցով։ Ուրեմն յուրաքանչյուր օգտատեր անհատական սոլթ է ստեղծում բանկը, բազան, այսինքն այս բանկը սերվերը։ Եթե ասենք որևէ օգտատեր իր բանը սոլթն ունի, մի ուրիշ օգտատեր, որը որ, էլի իր սոլթն են ստեղծում, ռանդոմով ինքը սոլթը ստեղծում է։ Եվ պարզա որ նույն անունով, չէ, տարբեր անունով նույն password-ը դուք կարող եք մուտք անել։ Ինքը տարբեր սոլթերով տարբեր հեշտ password-ը ստացվում։ Շատ հետաքրքիր անցում է այստեղ։ Այսինքն պարզ անունները չեն կարող համընկնել ռեգիստրացիայի ժամանակ, բայց կարող է իմ password-ը հիմա համընկնի հազարավոր, միլիոնավոր password-ների։ Ոչ մի խնդիր, իր մոտ միևնույն է հեշավորված password-ը տարբերվում է, եթե նույնիսկ մեր password-ները նույնն են։ Եվ այդ ձևով մեզ կարողանում է ինքը ունիկալ ձևով տարբերել։ Remote table եկեք հասկանանք։ Remote table-ը դա գործիք է, որ հակերները փորձում են հեշտեր, լիքը հեշտեր տերաբայթերով ինֆորմացիա, տաբլիցաներ, աղյուսակներ են ստանում, եւ այդ table-ներում ամեն հեշին համապատասխանեցնում է տվյալ բառակազմությունը։ Այսինքն password-ների մի մեծագույն ստեղից ընդեղից վերցրած, փորձած, հաշվարկած, կոնում է brute force, անընդհատ հաշվել գտնել։ Բայց երբ որ դուք սոլթով եք անում, այս բաները այս հաշվարկվածի փոխարեն ինքը այդ table-ը արդեն ունի ուրախ մանա գալի անհնար է։ Սոլթավորվածը չեղյալ է անում տվյալ հակերի կամ տվյալ գողացողի մոտի գտնվող մեծ table-ը, տաբլիցան, որտեղ պատրաստի կա եւ ինքը շատ արագ կստանա։ Այսինքն ինքը ունի այս password-ի ենթադրենք հեշը։ Եվս password-ի հեշը, մյուս password-ի հեշը, երբ որ դուք ինչ-որ մի հատ բան եք աշխատացնում, ինքը փորձում է այդ հեշերը գեներացնի ձեզ տա։ Արդյունքում, ենթադրաբար, եթե դուք սոլթ եք անում, ապա իր գրածի հեշը չի բռնում, որտեղ դուք հատուկ սոլթավորել եք։ Պարզա ուրիշինը կբռներ, ասենք ամեն parol պետք է իր նույն հեշը ունենա։ Սոլթավորվածը հաստատ նույնը չի, ահա Rainbow table-ները, դրանք պատրաստի table-ներ են, մի բան գողանալու համար կամ բռնացնելու, սոլթը պայքարում է Rainbow table-ի դեմ, որ դուք շատ արդեն ժամանակ ծախսեք, հենց տվյալ password-ը անընդհատ փորձեք իր հետ հաշվեք։ Մի քիչ առաջ ես ասացի, որ random կա, մեզ մոտ random number generator-ով է կատարվում, որը ավելի բարձր էնտրոպիա ունի, կարծես ռանդոմից ավելի ուժեղ է, դա ենք մենք օգտագործում։ Մենք այստեղ կօգտագործենք buffer կաչա block copy մի քիչ հետո։ Հիմա ծրագիր եկեք նայենք ու դրանով ավարտենք։ Եթե ինչ-որ անհասկանալի բան կլինի, մենք միասին փորձենք վերիֆիկացիա անել, հասկանալ։ Տեսեք։ Ինչ է մեզ մոտ կատարվում։ Սկզբից եկեք աշխատացնենք։ Ուղղակի տեսքը նայենք։ Նույն վերևի ծրագիրն է։ Ունեմ գաղտնաբար, սոլթը ինքը ես եմ ցույց տալի, որ մեզ հաճելնի, եւ սոլթիդ հեշը 3-ն էլ մեզ մոտ տարեց։ Այսինքն ես հեշավորեցի
սոլթով հեշավորեցի գաղտնաբառը, ասենք որևէ տվյալ գաղտնաբառ առաջի տեղում չի։ Հիմա օրինակով մենք կարող ենք երկրորդը ստեղծել, նախկինում բռնեց, համընկավ, դա լավ չէր, նույնը ստացվեց նախորդ օրինակ եթե հիշում եք, մեզ մոտ նույն գաղտնաբառն է, սոլթը արդեն պաշտպանվում է բանկում, սերվերում, Facebook-ում, ձեր անվան տակ ձեր սոլթը դրած է, բաց է, ով ուզում է թող գողանա։ Այս սա է, որ դուք չեք կարա տեսնեք, որտեղ ինքը ալգորիթմով անում։ Սրա հեշավորումը ինքը պահում է իր մոտ։ Եվ եթե դուք password-ը գալիս եք, salt-ը վերցնում է, հեշավորում, տեսնում է համընկավ դուք եք, չհամընկավ դուք չեք։ Մեզ մոտ երկրորդ գաղտնաբառը համընկավ, բայց քանի որ salt-ավորված է, առաջի user-ի salt-ը սա է, երկրորդին սա է, սա Facebook-ն է տվել, սերվերն է տվել, բանկն է տվել, եւ parz է սրա հեշավորված salt-ը կամ գաղտնաբառով հեշավորումը լրիվ ուրիշ է, սրանը ուրիշ է, այսինքն մեզ բռնացնելը, մեզ վնասելը չի դառնում չի դառնում այդքան հեշտ։ Փոքր ծրագրի բացատրություն եւ գնանք առաջ։ Տողարտող։ Մենք գիտենք, որ ստեղ կա անոնի տարածքներ, password-ը մուտք կատարենք, մենք հիմա soft ենք ուզում, ծրագիրն եմ ուղղակի բացատրում, շատ կարճ ձևով։ Մենք հիմա ստեղ կփորձենք գեներացնել soft-ը, պայմանավորվենք վեկտորա, բայց ռանդոմի փոխարեն վերցնենք այս ռանդոմը։ Վերցնենք, ասենք 6 անգամուտ 128 բիթանոց 16 բայթանոցը։ Հաշվում ենք գաղտնաբառը, ահա թռնում ենք in server-ի վրա է այս ֆունկցիան։ String salted compute hash code with salt հրամանը ֆունկցիան ինձ մոտ է, այս ֆունկցիան ես եմ հնարել։ Բայց այս ֆունկցիայի մեջ ստանում է password եւ salt-ը։ Ահա բանկը, ահա Facebook-ը իր մոտ ստանում է ձեր string-ը, password-ը։ Parz է, եւ իր մոտի պահած salt այս ֆունկցիայի հետ նայում է։ Ինքը սկսում է կյանքը ուժեղացնել, using-ը, ասել ենք, որ դա ռեսուրս ազատողա ոչ մի կապ չունի անունի տարածքի հետ, հեշավորման 250-ի վրա ենք աշխատում, օբյեկտ ենք ստեղծում, ինքը արդեն իր մեջ շատ ֆունկցիաներ ունի։ Հիմա ինչ ենք մենք անելու։ Մենք պայմանավորվել ենք ուղարկած password-ը, տեսեք այս PSV-ն, ես պետքա բայթերի վերածեմ, կպահեմ վեկտորում, կդնեմ։ Ես ունեմ combine byte, մի նոր վեկտոր եմ ստեղծում, որտեղ դատարկ ստեղծվում է ձեր password-ի երկարությունը, parz է, ուրեմն, ես salt-ի երկարություն, ինչու, նոր վեկտորը, ես combine եմ անում, ինչ է block copy-ն, գնանք կարդանք, block copy-ն փոխարինում է array copy-ին, ինքը շատ արագագործ է, շատ, տիպերի ստուգում չի կատարում, կարճ ասած buffer block copy-ն լավ ձև է բայթերի հետ աշխատելու եւ արագություն ապահովելու համար։ Այստեղ նշված է, ես ինչ որ ես ասում եմ, այստեղ նորից գրված է ինչպես է ինքը աշխատում։ Շարունակեմ։ Ուրեմն block copy ենք անում, սկզբից password-ն ենք դնում, combine-ի մեջ, մինչև password-ի վերջը։ Block copy-ն ավելացնում ենք salt-ը, ուրեմն salt-ի length-ի չափով, բայց combine-ից հետո։ Այսինքն ինչ է ստացվում, password-ից հետո ես դնում եմ նաև salt-ը։ Ինչ է սա իրենց ներկայացնում։ Մի հատ երկար, ավելի երկար վեկտոր, բայթերի վեկտոր, բայց սրա մեջ մտնում է մեր ուղարկած password-ը, տեսեք, եւ սերվերի վրա բաց ձևով, առանց որևէ վախենալու, ինչքան մեկ գողացեք դրա salt-ը, դա նրա համար որ երկու user-ներ նույն password-ը դրեն, ես վտանգ չունեմ, ավելին խառնում եմ, որ Rambo-ի table-ների վտանգը նույնպես չլինի։ Վերջ, դասը վերջացած է։ Այն առումով, որ ես hash byte եմ ստանում, վերցնում եմ օբյեկտը հեշավորման, վերջապես hash-ը հաշվում է, վերցնում եմ այն վեկտորը, որտեղ եւ գտնվում է salt-ը, եւ password-ը, ուրեմն այս երկուսը password-ը եւ salt-ը, որը ինձ մոտ արդեն ես ունեմ, կպցրել եմ իրար, գեներացնում եմ string-ի մեջ, արդեն գեներացրել եմ, բան չի մնում, ես կարող եմ string-ը վերցնել եւ string-ով byte to string անել 16-ականով եւ build to string, սա ծրագրային մոտեցումը, ահա եւ այդքանով
Ես կարողացա բացատրել, եթե նորից աշխատացնեմ, ստացվի, որ password-ը, գաղտնաբառը, իր սոլթը սերվերում է գտնվում եւ ինքը հաշվում է եւ գաղտնաբառը մի այլ մարդու մոտից սոլթեյլի սերվերա գտնվում նույն password-ն են հավաքել նա հեշացված ուրեմն գաղտնաբառով հեշացումը տարբերել ինքը համեմատում է եթե ձեր վերածը սոլթի հետ ինքը խառնում է փորձում է իր եղածի հետ համեմատի ինքը իր մոտ է պահում կարևորը հեշացված գաղտնաբառը պահել սերվերի վրա որ ոչ ոք կարողանա կարճ ասած դա ոչ միտեղ չի ինքը չի դա է անձնական սեփականությունն է ձեր անվտանգությունը պահելու համար